Նախ եկեք արձանագրենք, որ դուք հողում եք անում քաղաքական ուժերի եւ խմբակների վրա, որոնք ամեն կերպ քննադատել են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, այն որակելով որպես դավաճանական։ Այնինչ մենք ասում ենք, որ ստեղծված իրավիճակում նոյեմբերի 9-ի փաստաթղթի շնորհիվ է եղել, որ հնարավոր է եղել փրկել տասնյակ հազարավոր զինվորականների կյանքեր, որոնք այդ պահին գտնվում էին ուրեմն Ղարաբաղի տարածքում։ Եվ պատմությունը, շարունակությունը, այնուհետև ինչ որ տեղի ունեցավ, բոլորիս աչքի առաջ է տեղի ունեցել։ Նոյեմբերի 9-ի ուրեմն հայտարարության կետերից որևէ մեկը ուրեմն չպահպանվեց, հատկապես ռուս խաղաղապահների կողմից, եւ ըստ էության Ղարաբաղը հայաթափվեց ռազմական գործողությունների արդյունքում եւ նոյեմբերի 9-ով ստանձնած պարտավորությունները չկատարվեցին ռուս խաղաղապահների կողմից։ Եվ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ելնելով Հայաստանի Հանրապետության պետական շահից, այդ կետից սկսած վարել են այնպիսի քաղաքականություն, որպեսզի չվնասեն Հայաստանի Հանրապետության անկախությանը, ինքնիշխանությանը եւ ապահովեն նաեւ Ղարաբաղի մեր բնակության բարեկեցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հիմա օգոստոսի 8-ին կնքվել է ուրեմն կնքված փաստաթղթերը որևէ կետում համեմատության մեջ հնարավոր չի դնել ուրեմն նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ, որովհետեւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հայտարարությունը ստորագրվել էր մի իրավիճակում, երբ որ մենք ուրեմն խնդիր ունեինք փրկելու տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր եւ այո, ինչի շնորհիվ նաեւ այդ պահին Ղարաբաղում ապրում էին մեր հայրենակիցները եւ նրանց անվտանգությունը պետք է ապահովեին ռուս խաղաղապահները եւ ասել եկեք վերադառնանք նոյեմբերի 9-ի փաստաթղթին ինչի մասին է այդ հայտարարությունը ընդհանրապես վերադառնանք ու այսինքն ժամանակի մեջ հետ գնանք ես չեմ հասկանում այս տրամաբանությունը ռուս խաղաղապահներն իրենց ուրեմն պարտավորությունները չեն կատարել առաջարկը որն է վերադառնալ մի իրավիճակ երբ որ մենք հայտարարության փաստաթուղթ ենք ստորագրում որի մյուս կողմը չի պահպանում այդ հայտարարության կետերը դա է առաջարկի տրամաբանությունը Պարոն Հովհաննիսյան շատ բարձ նրանք ասում են ռուսները չկատարեցին իրենց պարտականությունները որովհետև ձեր իշխանությունը գցեց ռուսներին ինչպես օրինակ պրոարևմտյան քաղաքականություն վարելով երբ կգան իրենք իշխանության կվերականգնեն հարաբերությունները ռուսների հետ եւ ռուսները կկատարեն իրենց պարտավորությունները եւ Ղարաբաղցիները կվերադառնան Ղարաբաղ։ Նախ իրենք տասնյակ տարիներ եղել են իշխանության եւ իրենց պատկերացրած լուծումները, որոնց մասին հիմա խոսում են, եւ դրա համար եւ ժամանակ եւ ռեսուրսներ ունեցել են, որպեսզի իրականություն դարձնեն։ Ինչու չեն դարձրել, ինչ է նշանակում։ Եկեք մենք հիմա վերադառնանք իշխանության եւ ուրեմն ինչ անենք։ Վերադառնան իշխանության, որ ինչ անեն։ Ասեմ, որ հիմա էլ Հայաստանի մի մասը ուրեմն կորցնի Հայաստանի Հանրապետությունը։ Նրանց իշխանության գալու արդյունքում միակ բանը, որ տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության հետ, դա ինքնիշխանության կորուստն է։ Եվ իդեպ ներողություն, նրանք իշխանություն էին Ղարաբաղում, երբ որ Ղարաբաղը հայաթափվեց։ Նրանք իշխանություն էին Ղարաբաղում։ Մենք արևմտամետ ուրեմն ուղղության պատճառով չի որ Ղարաբաղում տեղի ունեցել, այն ինչ որ տեղի է ունեցել։ Մենք բոլորս շատ լավ հիշում ենք, որ մենք խոսում էինք ներողություն։ Հիմա անդիմությունը խոսում է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների մասին, չէ, վերադարձի իրավունքի մասին է խոսում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ներողություն, ինչի եք մարդկանց ստիպում, որ դուրս գան Ղարաբաղի տարածքից, հետո էլ գաք այստեղ վերադարձի լացը լացեք եւ մարդկանց խափեք, սին հույսերով էլի սնուցեք, ինչպես որ տասնամյակներով սնուցել եք Ղարաբաղում ապրելուց։ Դուք եք Ղարաբաղում իշխանության, ներողություն, մեռանք ձեզ ասելով, գնացեք, բանակցեք, ուրեմն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որպեսզի եզրեր գտնենք ապահովելու համար Ղարաբաղի հայ բնակչության, ուրեմն անվտանգությունը, կյանքի իրավունքը իրենց հայրենի հողում։ Ինչը տեղի չունեցավ, մարդիկ նախընտրեցին բոլորովին այլ, ուրեմն տրամաբանությամբ առաջ շարժվել եւ ուրեմն մահվան դուռը տարան Ղարաբաղի ժողովրդի մի մասին։ Սա է իրողությունը, սա պատմական փաստ է այլևս եւ հիմա ինչքան էլ ուզում են գան, ինչ ուզում են խոսեն, բոլորս գիտենք։ Դաշնակցությունը, քոչարյանականները, սերժականները ստիպել են ուրեմն Ղարաբաղի իշխանություններին, որպեսզի նրանք որևէ կոնտակտի դուրս չգան Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, փակել են բանակցությունների դուռը, հնարավորությունը փակել են Ղարաբաղի ժողովրդի համար իրենց հողում ապրելու, հետո էլ փորձում են այդ մեղադրանքները ուրեմն պրոյեկտել Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանությունների վրա։ Բացատրություն տվեք, ինչու չեք գնացել բանակցել ուրեմն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որ հետո ստիպված գնացել եք Եվլախ եւ ուրեմն ընդունել եք ինչ որ արդեն հնարավոր չէ չընդունել։ Էս է իրողությունը եւ հիմա գալ ասել մենք գանք, էս կանենք, դուք որ գաք, ընդդիմությունը որ գա, քոչարանականները, սերժականները եւ իրենց հետ փոխկապակցված Տաշիր Սամվելները, Արման Թաթոյանները, Արթուր Վանեցյանները եւ այլն եւ այդպես շարունակ, նաեւ եկեղեցականներ որոշ, որ գան, տեղի ունենալու հետեւյալը։ Մենք ուրեմն կորցնելու ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ սկսելու ենք շարժվել դեպի միութենական երկրի մաս կազմելու ճանապարհ։ Նու Թաթոյանը հայտարարեց, որ ոչ մի նախագահի հետ առաջի երկրորդ երրորդ իրենք կոալիցիա չեն կազմի։ Դե կոալիցիա չեն կազմի, ասածը օքեյ, կոալիցիա չեք կազմի, բայց դուք ծառայում եք այդ մարդկանց եւ դուք ուրեմն ամեն ինչով սնվում եք այդ մարդկանցից։ Պարոն Հովհաննիսյան, ես կարծում եմ, այսպես փորձում տրամաբանված կոալիցիա կազմելու համար հələ դուք պետք է մեծ ձայն հավաքեք։ Քննադատություն, որ ով գալիս է ասպարեզ եւ քննադատում է ձեզ, դուք
կլիշեավորում եք կամ նախկին են կամ Ռուսաստանից։ Ինձ էլ դուր չի գալի, Կամ անկեղծ նախկին եմ են ձեզ կամ Ռուսաստանից են։ Թաթոյանն է նախկին է, Նարեկն է Կարապետյան, շարժումը Ռուսաստանն է, ով եկավ կամ Ռուսաստան, ուրիշ մարդ չկա։ Ինձ էլ դուր չի գալիս, ճիշտ ասած, որ ուրիշ մարդ չկա, որովհետև ես կուզեի առողջ միտք տեսնել։ Ես կուզեի տեսնել, գիտեք, մի ժամանակ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ընդդիմության մեջ այլընտրանք էր տեսնում, չէ՞։ Ասում էր, դե հիմա այս մարդը ինչ որ պատմության տարբեր փուլերում, հա, կլինի դա 13 թվականը, 17 թվականը կամ դրանից առաջ 2003 թվականը, մարդիկ ինչ որ այլընտրանք էին փորձում գտնել ընդդիմության մեջ։ Եվ այն ժամանակ ոչ մեկ բարձա նման որակումներ չէր տալի, այլ էին ուրեմն քաղաքական իրավիճակը այլ էր։ Հիմա մարդիկ ընդդիմության մեջ այլընտրանք չեն տեսնում։ Ընդդիմության մեջ մարդիկ տեսնում են մեկ բան՝ Հայաստանի ինքնիշխանության կորուստ, հայոյանք, նեզովք, ահաբեկչության փորձի կազմակերպում, պարտադրաբար մարդկանց իրանց միտինգների տանելու գործընթաց, փողով մարդկանց միտինգների տանելու գործընթաց։ Ես սա ցավում եմ արձանագրում, որովհետև ես անկեղծ կլինեմ։ Ընդդիմությունը որպես պետության կարևորագույն ինստիտուտ, որը պետք է բալանսավորումն ապահովի կառավարման տեսանկյունից, այսօր գոյություն չունի։ Ընդդիմությունը ինչպես իր ներկայությամբ հիմա ուրեմն պղծել է հենց ընդդիմություն բառը ինքնին, հիմա էլ ընկել է եկեղեցու հետևից, ընկել է այս արժեքի հետևից, այն արժեքի հետևից։ Բայց իրանք ասում են դուք եք ընկել եկեղեցու հետևից։ Իրանք չեն ձերբակալում եկեղեցականներին։ Մենք էլ չենք ձերբակալում Ձեր եկեղեցականներին։ ուժայիններն են։ Մեր ուժայինները չեն, Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգն է։ Այդ իրավապահ համակարգը իրավապահ համակարգում աշխատում են մարդիկ, որոնք տասնամյակներով են աշխատում, եւ իրավապահ համակարգը առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Իրանք էլ էին ժամանակ տենց ասում։ Դե իրանք այն ժամանակ շատ բան էին ասում, բայց իրանք ասածները կյանքը ցույց տվեց, որ ընդհանրապես իրականությունը չեն համապատասխանում։ Մեր ասածները կյանքը ցույց է տալիս, որ իրականությունը համապատասխանում է։ Այստեղ է իշխանություն, եկեղեցի արճակատում, քննադատություն փոխանցում։ Բայց այս եկեղեցի չէ օգտագործի, իշխանություն եկեղեցի չէ, իշխանություն եւ հոգեվորական մի խումբ հոգեվորականներ բարձրաստիճան։ Բարձրաստիճան։ Եվ դրան զուգահեռ եկեղեցականը որ ձերբակալվում է։ Սա չունի քաղաքական ենթատեքստ։ Քաղաքական ենթատեքստ ունի, ոչ թե ձերբակալությունները, այլ ողջ process-ը։ Մենք չենք կարող քաղաքականության մասին խոսել այս խոսակցության ընթացքում, որովհետև բարձրաստիճան հոգեվորականները դարձել են ընդդիմադիր քաղաքական գործիչներ, բայց նրանց ձերբակալությունները կամ բերման ենթարկելու process-ները որևէ կապ չունեն նրանց քաղաքական գործունեության հետ, որովհետև մենք այսօր ձայնագրությունը հրապարակվում, որտեղ խոսքը գնում է այն մասին, որ ուրեմն Կտրիչ Ներսիսյանը իրեն չենթարկվող հոգեվորականին, ենթարկվելն էլ են իմաստով, որ պետք է իր ընտանիքի եւ մոր հետ գնար, ինչպես ձայնագրությունում ասում Նիկոլի դեմ պայքարելու համար, վտարվում է հարյուրավոր կիլոմետրերով հեռու իր ընտանիքից, որպեսզի անհնար դառնա իր ծառայությունը եկեղեցուն։ Պատժում է իր հրահանգը չկատարելու համար, իսկ իր հրահանգը մաքուր քաղաքական հրահանգ է։ Գնա եւ մասնակցի Ռոբերտ Քոչյանի ցույցին։ Գնա եւ դատարանի դիմացը քո եկեղեցական շորերով կանգնիր եւ ուրեմն այս արային արա ներողություն։ Հիմա մենք ենք ընկել եկեղեցու հետևից, թե ընդդիմադիրներն են ընկել եկեղեցու հետևից։ Օրենքը ընկել այն մարդկանց հետևից եւ ընկնելու է այն մարդկանց հետևից, որոնք օրենքը խախտում են։ Դե պարոն Հովհաննիսյան, հիմա ձեր ընդդիմախոսները ասում են լավ, Տեր Արամի դեպքը եղել է 21 թվականին։ Okay։ Այդ ձայնագրությունը վերագրվում է 23 թվականին։ Հիմա որ թվականն է։ Հիմա 25 թվականն։ Եվ նախընտրական։ Հետևաբար մարդիկ ասում են, այս ձայնագրությունները 23 թվին չկար, 21 թվին չգիտեիք Տեր Արամի դեպքը։ Նախ բռնեիք 21 եւ 23 թվերին։ Ինչու դա համընկավ այս ծրացման հետ, ասենք 25 թվականին դուրս է սպրտում, չգիտեմ որտեղից 23 թվականի ձայնագրություն։ 23 թվականին ինչու չկար դա։ Հետևաբար սա նույնիսկ եթե իրավական առումով դուք ճիշտ եք ասում, սա օգտագործվում է ձեր քաղաքական նպատակների համար, չեզոքացնել այն եկեղեցական վերնախավին, որը ըստ պայքարը սկսել ձեր դեմ։ Ներողություն, ես չեմ, չէ, մարդկանց հոգեվորականներին ստիպել գնա Ռոբերտ Քոչյանի հանրավակարգ։ Շատ է, ըստ որևէ մեկը մեր իշխանությունից այս բան չի արել։ 23 թվին։ Կամ հակառակը, կամ ասել ով գնա, նայեք ձեզ ինչ եմ անում։ 23 թվին։ Նախ եկեք ձեր հարցը շատ կարևոր է։ Նախ եկեք արձանագրենք հետևյալը։ Տեր Արամը հենց այս տաղավարում ուրեմն խոսեց ռեպրեսիաների մասին հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներսում տեղի ունեցող, ինչից հետո իրավապահ մարմինները չէին էլ կարող այդ հայտարարությանը ուղղակի տենց անցնել գնալ այդ հայտարարության կողքով, մարդիկ հետամուտ են եղել հայտարարությանը եւ այլ ես անգամ չգիտեմ խորապես թե ինչ այլ հանգամանքներ են իհայտ եկել եւ տեղի ունեցել են ինչ որ տեղի ունեցել ձերբակալություններ եւ այլն եւ այդպես շարունակ 2000 այս վերջի ձայնագրությունը, որ այո ինչպես ճիշտ եք ասում, պարզվեց հոկտեմբերին ոնց որ թե 2023 թվականի հրապարակվել է, այդ ձայնագրության հրապարակման եւ ծագումնաբանության մասին անձամբ ես եւ մեր քաղաքական թիմը որևէ բան չգիտենք եւ ներողություն ես չեմ էլ բացառում այսինքն դա պատահական է ես չեմ էլ բացառում ձեր թիմին մերձ լրատվամիջոցը որն է մեր թիմի քաղաքացիական պայմանագիր կուսակցության լրատվամիջոցը Civic AM-ն է եւ կա մեզ հետ ասոցացվող ուրեմն հայկական ժամանակ օրաթերթը եւ վերջ բայց այդ ձայնագրությունները ես առաջին աղբյուրը այդ կայքերը չեն եղել
Եղել են, ես չգիտեմ որ կայքեր, ես հիմա չգիտեմ էլ թե որ կայքերում են դրանք հրապարակվել, բայց վերադառնալով ձեր հարցին, նախ մենք չգիտենք այդ ձայնագրության առաջնային աղբյուրը որն է, որտեղ է դա հրապարակվել, այդ ձայնագրությունը երկու հոգու միջև տեղի ունեցած ձայնագրությունն է, եւ հաշվի առնելով թե ինչ ռեպրեսիաներ են փաստորեն եղել եկեղեցու ներսում 21 թվականից եւ դրանից առաջվանից էլ սկսած, երբ որ Կտրիշ Ներսիսյանը հրապարակային հայտարարություն արեց, որ վարչապետը պետք է հրաժարական տա եւ այլն այդպես շարունակել դրանից ոչ մի բան տեղի չունեցավ։ Ես չեմ բացառում, որ մի շարք եկեղեցականներ ինքնապաշտպանվելու համար ունենան էլի ձայնագրություններ։ Նորմալ չի, չէ՞, որ ուրեմն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր հովիվը իր ուրեմն ենթականերին պարտադրում է ընտանիքների հետ գնալ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքներին։ Եվ ես կարծում եմ նորմալ կլինի, որ այս իրավիճակում եկեղեցականները իրենց նկատմամբ նման հրահանգները ինչ որ մի կերպ փաստագրեն հետագայում ինքնապաշտպանվելու համար։ Եվ ես շատ նորմալ եմ գնահատում, երբ որ մենք որպես իշխանություն վարչապետի գլխավորությամբ սկսում ենք պայքար հոգևոր իշխանությունը հայ ժողովրդին վերադարձնելու համար, ինչպես եւ պետական իշխանությունը, լույս աշխարհ են գալիս մարդիկ, ովքեր սկսում են տարբեր ճշմարտություններ բացահայտել, պատմել դրա մասին։ Զուգադիպությունը։ Ոչ, զուգադիպություն չի, որովհետև դրանից առաջ որևէ մեկը այս երևույթների մասին նման հրապարակային կերպով եւ նման դիրքից չէր խոսել։ Ինչ որ մեկը երբևէ պետական իշխանությունից որևէ իշխանության տարիներին խոսել է այս երևույթների մասին, խոսել է, որ Կտրիչի աղբոր տղան մոմա ծախում, այդ փողերը ընդհանրապես ուր է։ Խոսել է, որ չգիտեմ, սա բարեկամներով օկուպացրել են հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Որ դուք էլ չէիք խոսում մինչև այն ժամանակ։ Մենք էլ չէինք խոսում մինչև այն ժամանակ, երբ որ իմացանք, որ Կտրիշ Ներսիսյանը խախտել է կուսակրոնության ուխտը։ Մի հատ եկեք վերադառնանք ամենասկզբին, ինչից որ սկսվեց հայտնի վարչապետի ուրեմն գրառումը, հետո բացահայտումը եւ զրո հերքում եկեղեցու կողմից մինչև այսօր։ Կտրիշ Ներսիսյանը զավակ ունի։ Սա փաստ է։ Սա անհերքելի փաստ է։ Կտրիշ Ներսիսյանը զավակ ունի եւ սա հայ առաքելական Սուրբ եկեղեցուն ամենամեծ տված վնասն է, որ հնարավոր է ընդհանրապես պատկերացնել։ Հələ սրան էլ պետք է գումարենք այլ վնասներ։ Մարդկանց ստիպել գնալ միտինգների, ով չի գնում կգնաս 200 կիլոմետր հեռու ինչ որ մի մատուռում քո ծառայությունը կիրականացնես ընտանիքից հեռու եւ այլն եւ այդպես շարունակ քեզ կարգալույց կանենք։ Եկեղեցին իր հայտարարություններում ասում է, որ ապօրինի քրեական հետապնդման հակաեկեղեցական համակարգված արշավ չարամիտ դիտավորություն, խափանում է եկեղեցու բնական գործունեությունը, հակաօրինական գործողություններ, ամբողջատիրական համակարգին բնորոշ բռնաճնշումներ, կոպտորեն ոտնահարվում են կրոնական եւ այլն եւ այլն։ Ես կարդացել եմ եւ նաեւ եւ երեկվա եւ այսօրվա Մայրաթորի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարությունները, այլ հայտարարություն չէ ակնկալում։ Մենք արձանագրում ենք, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներսում Կտրիշ Ներսիսյանի գլխավորությամբ բարձրաստիճան մի շարք հոգևորականներ հաստատել են բռնատիրական ռեժիմ եւ ուրեմն բոլոր հնարավոր ձևերով պատժում են իրենց հետ չհամաձայնվող ուրեմն հոգևորականներին։ Մենք էլ ասում ենք, մենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին կանգնած հոգևորականների կողքին ենք մինչև վերջ եւ պետք է մաքրենք հայ առաքելական եկեղեցին սրբապիղծ հոգևորականներից Կտրիշ Ներսիսյանի գլխավորությամբ, ով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին օծվել է ուրեմն որպես կաթողիկոս։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին տեղի ունեցած հոկտեմբերի 27-ի օրը։ Եվ ես չեմ կարծում, որ սա խորհրդանշական ինչ-որ մի բան է։ Դե չգիտեմ, պարոն Հավասյան, բայց տեսեք, իր հայտարարության մեջ եկեղեցին ասում է հերախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է եւ առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան, չնայած միջով այդ իրանք իրավապահ մարմիններին ինչ ասես ասում են։ Բայց հենց ստեղ է հարցը, էլի։ Հիմա իրավապահ մարմիններին ինչու են գաղտնալս է։ Բայց ով է ասում, որ գաղտնալս է։ Ես նոր ասեցի, նախ պահվե, հրապարակվե։ Նախ տարօրինակ կլիներ, որ ես սկսեի մեկնաբանել այն գործերը, որոնք հիմա հանրությանը հայտնի են, ձերբակալություններ եւ այլն։ Ձայնագրել են։ Ակնհայտ է, որ դա ձայնագրված է, բայց թե ում կողմից է ձայնագրված, ինչու է ձայնագրված, այս հարցերի պատասխանները մենք հիմա չունենք եւ ես ասացի եւ ես չեմ բացառում որ կարող է լինեն էլի ձայնագրություններ եթե մենք նայում ենք իրավիճակի երբ ուրեմն եկեղեցու հոգեվոր իշխանությունը ռեպրեսիաների է ենթարկում ուրեմն իր սպասավորներին իր ենթականերին որպեսզի գնան միտինգներին եւ մարդիկ պետք է ինքնապաշտպանվեն եւ միգուցե ինչ որ մի եկեղեցիները նույնպես ռեպրեսիա իսկ միգուցե այդ եկեղեցականները հենց իրենք են ձայնագրում որպեսզի հետո հրապարակեն եւ պաշտպանեն իրենց իրավունքները Սա էլ կարող է լինել։ Ես կարծում եմ մի միջավայր որտեղ բոլորին ճնշում են։ Պարոն Վասյան, եթե ձեր տարբերակի իրենք իրենց ձայնագրել են, որ իրենք իրենց պաշտպանեն, ապա 23 թվականին էլ դա կհրապարակեին։ 23 թվականին դա չէին հրապարակի։ Հրապարակեին այն ժամանակ, երբ որ ձեզ քաղաքական առումով դա շատ ձեռնտու է։ 23 թվականին դա չէին հրապարակի, որովհետև 23 թվականին դրա համար նպաստավոր պայմաններ չկային առայն այն իմաստով, որ որևէ մեկը դեռ այսպես ասած Պանդորայի արկղը չէր բացել,
Պանդորայի արկղը չէր բացվել։ Այն իմաստով, որ Կտրիշ Ներսիսյանը զավակ ունի, որ ուրեմն փաստեր սկսեցին հայտնվել այն մասին, որ եկեղեցականներին փաստորեն ստիպել են, որ գնան ուրեմն տարբեր միտինգների։ Այսինքն այս ձայնագրությունը պետք չէ էլի, որ մենք իմանանք, որ եկեղեցականներին ստիպել են, որ գնան միտինգների։ Մենք այդ եկեղեցականներին տեսել ենք այդ միտինգների ժամանակ կանգնած այնտեղ վեղարով եւ սքեմով։ Եկեղեցականը, եթե իր ծառայության համազգեստով գնում է որևէ տեղ, ինքը եկեղեցին է ներկայացնում։ Եվ ինչպես բոլոր եկեղեցականները, որոնք տարբեր գործերով անցնում են եւ ինչ որ հրապարակային ընդդիմադիր մեկնաբանություններ են տալի, ում լսում ես, ասում է մենք առանց կաթողիկոսի օրհնության եւ հրահանգի մենք աչից ձախ չենք անում։ Այդ ոնց դուք գնացիք հայտնվեցիք այդ միտինգի տեղերում հոգեվորականների շորերով, պարզա չէ, որ ձեզ ասել են, որ դուք գնաք այդտեղ, եւ հիմա էլ մենք տեսնում ենք դրա ապացույցները եւ ներողություն, այս հայտարարությանն էլ նաեւ մայր աթոռի տեղեկատվական շտաբի որ անդրադառնանք, այստեղ ընդհանրապես խոսք չկա նրա մասին, որ այդ ձայնագրության բովանդակությունը կեղծ է։ Խոսքը գնում է մենակ նրա մասին, որ ձայնագրությունը ձեռքաբերվեց կամ արված է երկու մարդու ձայնագրությունը, ուրեմն ձայնագրվել է ապօրինի։ Շատ լավ, եթե ապօրինի է, թող իրավապահներն աշխատեն, եթե ինչ-որ մեկը ապօրինի ձայնագրել է այդ երկուսին, թող աշխատեն, գտնեն եւ պատժեն, բայց ներողություն, սա բովանդակության հետ ընդհանրապես կապ չունի։ Սա չի հերքում են փաստը, որ Կտրիշ Ներսիսյանը մեկին ասել է կգնաս մորդ հետ, ընտանիքիդ հետ իդեպ ում հայրը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Կգնաս սքավոր մորդ հետ Քոչյանի միտինգին, չի գնացել 200 կիլոմետր հեռու ուղարկել է մատուռում ծառայություն իրականացնելու։ Այս բովանդակությունը մայրաթոռը չի հերքում։ Եվ սրանից հետո հաջորդող միայն քայլը, որ պետք է մայրաթոռը աներ, այս հայտարարություն տարածելը չէր։ Հայտարարություն պետք է տարածեին Կտրիշ Ներսիսյանի հրաժարականի եւ եկեղեցուց հեռանալու մասին։ Ուրիշ բան այս պահին իրանք անելու չունեն։ Եվ մենք շարունակելու ենք եղբայրական եւ համերաշխության մթնոլորտում ամեն բան անել, որպեսզի մայրաթոռ Սուրբ Էջմիածինը ազատեն սրբապիղծները եւ ուրեմն հոգեվոր իշխանությունը վերադարձնելու ենք ժողովրդին, ինչպես պետական իշխանությունն ենք վերադարձել ժողովրդին, ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխության շնորհիվ։ Շնորհակալություն։ Ես եմ ձեզ շնորհիվ։